Դեպքեր, որ ծնողները դիմեն, օրինակ, խնդրեն ձեզ տեղեկություններ հավաքել անչափահասի մերձավոր շրջապատի կամ սոցիալական շփումների վերաբերյալ եւ նման իրավիճակներում ինչպես եք վարվում դուք։ Այք, մինչև 16 տարեկան անձանց պարագայում կա անչափահասի վարքի հսկողության ծառայություն, որը ծնողների գրավոր համաձայնությամբ եւ այլն իրականացվում է այդ գործողությունը։ Ինչ անում, նույն այդ գործիքակազմը մենք ունենք, այսինքն այդ բաց աղբյուրները մեր ասած կամ համակարգերը, երեխայի սոցիալական օգտահաշիվները, օրինակ ինքը Telegram-ի որ խմբերին է հարում։ Մենք կարանք դա տեսնենք։ Ու մեկ էլ տենում ես օրինակ XYZ խմբին է, որը աֆիլացված է որոշակի կրոնական խմբավոր բան հետ, կամ աֆիլացված է որոշակի թմրաշրջանառության ինչ-որ բաների հետ, ծնողները իրազեկում ես, ասես բարեկամա, սա, ուշադիր եղեք, սա արեք, էս արեք, էս արեք, նաև հիմնականում մենք ինչ ենք անում հայկական միջավայրում, մենք դա չենք համարում բիզնես, անչափահասների պարագայում ծնողները գալիս են մեր մոտ, նույնիսկ դեպք է եղել 4-5 ժամ նստել ենք, խոսել ենք, ծնողները հուզվել են, պատմել են եւ այլն, այդ 5 ժամում մենք նաեւ մեր դրսի գործընկերների հետ քննարկել ենք ինչ օպցիաներ կարելի անել, ծնողները